Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Իրոք այս առաջ անգամ է, որ ես перед выборами ուզում եմ ճիշտ վыбор անեմ։ Հիմա բան, Սամվել Կարապետյան։ Այն որ ես միշտ վասխիշացա եմ լինում այն մարդկանցով, որոնք որ բիզնեսի մեջ ինչ որ թույն դաստիժենյաներ են ունենում, այտենց մարդ է ինքը, բայց ինքը ունի ըստ ինձ ժողովուրդ, не знаю, խնդիր, ինքը չի կարող ոչ մի լեզվով խոսա, ոչ հայերենով, ոչ ռուսերենով, ոչ մի լեզվով, ու ոչ թե որտեղ ինքը չի խոսում այդ լեզուներով, ինքը դժվարանում է իր միտքը ճիշտ շարադրի эти коммуникационные skills, նա, որը որ իր մոտ մի քիչ ցածր է։ Հիմա լավ, այդ մարդուն ընտրենք, օքեյ, գնացինք, ընտրեցինք։ Գնա միտեղ ինչ որ տենց երկրից դուրս, ո՞ց պիտի խոսա вообще։ Եթե ոչ, еще когда еще немножко волнуется, ավելի է վատ խոսում։ Բայց որպես предприниматель թույն։ Մի օր գիշեր Վազգենձի զանգեց, բա հրազդանում են ժամանակ սոտը երախոս չկա, ես սենավով երախոսում եմ քաղաքապետ ժամանակ եմ։ Զանգդեսից գալիս էր, իսկ տեղում 15 կիլոմետր էր բռնում, մետր էր բռնում։ Բա ուր ես ասել ազդանեմ, բա մի տարի նախարարություն, ասի կլնի բաղագամ չի, բարացոսում եմ, բարա դու էլ կներեք հաբրկիտ, ասի 45 րոպեից տեղ եմ, զանգի բարութից, ես առաջ անգամ եմ ասում, ես թակնելու բան չունեմ, ոչ էլ ոչ մեկից վախենալու, գնացի, ես բան տեղում նստած չէ, ես խորթակցալ սեղանում, իշտեղ նստացեց ձեռներն, գլուխնորերը ձեռների մեջ, ես ինչ է լսում, հարուտ տղա չմնացեք ուղղս, սաղին տարել են, մեկին կաշարքում, մեկին չգիտեմ պաշտոնում, մեկին իսեն, հելենք եք ինթանու էր։ Հələ լսեք ինչ է ասում, ասենք թե համապատասխան պատերազմի եռագլխիկներից մեկը։ Պատերազմը հրարեց Ալևին վիրավորելով եւ պատերազմ սկսեց, որի Այս խելացին ուղղակիորեն Հայաստանին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ։ Այս դրա համար ենք ասում, որ եթե սրանք որևէ տեսական իրականության դեպքում գան իշխանության, Հայաստանը ներ են քաշելու պատերազմի մեջ ու դարձնելու են կրկին ստրուկ իրենց տերերի համար։ Հետո էլ ինչ որ կարգախոսներ են գրում իրենց պաստառներին, թե բա երաշխավորված խաղաղություն։ Միակ բանը, որ դու կարաս բերես Հայաստանին, այդ երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանն է, այ խելացի։ Ես իհարկե այս իրադարձությունների հորձանուտում շատ չհասցրեցի հետևել, բայց տեսա, որ տենց շատ լայն թափով շահարկվում է Գյումրիում ունեցած արտահայտությունը, իրականում չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետև հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում որևէ մեկը կարա մտածի որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք ասենք չգիտեմ չափազանց շահագրգիռ պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ որպեսզի այդպես մատուցվի նույնիսկ չգիտեմ մամուլի ներկայացուցիչներն են դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում բայց բնականաբար եւ չեր էլ կարող հակառակը լիներ բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին որը ասում եք իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ կխոստովանեք հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու եւ գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ որ առումով նաեւ այնպես որ գիտեք ստորություն է ուղղակի ասել որ Միրզոյանը ասել է ծնգլ արեցիք լսելով գերիների մասին հարցը
եւ հենց ծնգլ անելը բան անել վերագրել գերիներին։ 26-ին միանշանակ համար 16-ին։ Ողջույն սիրելի ընկերներ, վստահ եմ տրամադրությունը բարձր է։ Մի փոքրիկ ուզում եմ անդրադառնալ երեկվա Ռոբերտ Քոչարյանի այցելությանը մեր բնակավայր Քասախ։ Դե միջադեպերը լուսաբանվել է, բոլորը տեսել են, ես այդ մասին չեմ ուզում խոսել։ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած անձը Քասախ է գալիս մի ավտոբուսով մարդ բերելով, մեքենաներով մարդ բերելով, Քասախից երևի մասնակցել են մաքսիմում 10 մարդ։ Այդ բոլորը գիտեն, տեսել են։ Մի դրվագ եմ հիշում Աղուրսալի վրաժարուները ֆիլմից արտահայտություն կա начальник контрразведки Врангельской армии полковник Кудасов совсем нищий գրպաները հաներ ու այդ բղավումը հիմա ես նայում եմ Ռոբերտ Քոչարյանը լրիվ նիշի իր ունեցած միլիարդներով ինքը աղքատը, որովհետև այսքան պատիվ չի թողել։ Այս օրինակը բոլոր մեր մարդկանց համար, որ պաշտոնը կա, այսօր վաղը չի լինելու։ Մարդկանարն է կարևոր, երկիր սիրելը, թե չէ լինելու են Ռոբերտ Քոչարյանի նման մարդիկ առհամարված։ Տեր են խաղաղությանը սիրելի ընկերներ, բարի գիշեր։ Ողջույն սիրելի ընկերներ, վստահ եմ տրամադրությունը բարձր է։ Մի փոքրիկ ուզում եմ անդրադառնալ երեկվա Ռոբերտ Քոչարյանի այցելությանը մեր բնակավայր Քասախ։ Դե միջադեպերը լուսաբանվել է, բոլորը տեսել են, ես այդ մասին չեմ ուզում խոսել։ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած անձը Քասախ է գալիս մի ավտոբուսով մարդ բերելով, մեքենաներով մարդ բերելով, Քասախից երևի մասնակցել են մաքսիմում 10 մարդ։ Այդ բոլորը գիտեն, տեսել են։ Մի դրվագ եմ հիշում Աղուրսալի վրաժարուները ֆիլմից արտահայտություն կա начальник контрразведки Врангельской армии полковник Кудасов совсем нищий գրպաները հաներ ու այդ բղավումը հիմա ես նայում եմ Ռոբերտ Քոչարյանը լրիվ նիշի իր ունեցած միլիարդներով ինքը աղքատը, որովհետև այսքան պատիվ չի թողել։ Այս օրինակը բոլոր մեր մարդկանց համար, որ պաշտոնը կա, այսօր վաղը չի լինելու։ Մարդկանարն է կարևոր, երկիր սիրելը, թե չէ լինելու են Ռոբերտ Քոչարյանի նման մարդիկ առհամարված։ Տեր են խաղաղությանը սիրելի ընկերներ, բարի գիշեր։ Քայլերթի ժամանակ հետաքրքիր դեպք ա եղել, պատմեմ մի հատ ժողովուրդ ջան։ Ուրեմն սենց լուրջ քայլում ենք բանկարկումներով եւ այլ, ժողովուրդը մարդիկ մոտիկ անում են, հաճախակի ա եղել։ Դե համար մի հատ սենց ուզում եմ այդ հարցին պատասխանեմ։ Ու նույն հարցը ինձ տալիս են, ժողովուրդ ջան, մազերը թափելու համար ինչ օգտագործենք։ Հարց չկա, հեսա ասում եմ, ուշադիր մի հատ լսեք, որ չգաք տենց հարցերեք, սենց ասում եմ։ Բազմիցս ասել եմ ու նորից ասում եմ, ալպենտա, միակ վիտամինային կոմպլեքսը, որ մազերը արմատները ամրաստում է, աճը գլխի մազերի երկարացնում է ու խիտ է լինում ու չի թափում։ Առնում ես սենց մի հատ տուփ, ինքը 3 ամսվա համար 1 կուրսն է։ Այսինքն օրը մի հատիկ խմելու համար։ Այս սենց ընդհանուր նայեք։ Հանում ես, իրավանն եմ էլի ցույց տալի։ Մի հատիկ սենց դրեցիր, բերան ջուրը խմեցիր, ժողովուրդ ջան, այսօր արդեն խմել եմ, կարամ մի հատ է խմեմ, որ տենակ, վեշտի խմեմ, տենում եք։ Պրոստը 2 հատ չի կարելի օրվա մեջ խմել։ Օրվա մեջ պետք է խմես 1 հատիկ։ Խմում ես 3 ամիս շարունակ, ինքը շատ մատչելի
վիտամինա ու մազերի խնդիր չես ունենում։ Մարդիկ կան, որ չափից շատ են ունեցել մազերի խնդիր։ Մի քանի կուրս են անցել։ Իրենք sense պրամիժուտը բաց թողելով իհարկե 3 ամիս խմեցիր, գոնե թողես մի հատ 3 ամիս էլ անցնի, նոր խմես։ Այս տարբերակով իմ իմացած մարդիկ ու վերացրել է իրանց մոտ մազերի խնդիրը։ Կա Հայաստանի գրեթե բոլոր դեղատներում պահպանիր, որ չկորցնես։ Ուրիշ բան ես չեմ կարող խորհուրդ տամ, որտեղ ես գիտեմ ալպենտայի մասին։ Եթե ուզում ես այդ խնդիրը վերանա ու հետևելու ես այն օրինակին, որին որ ես եմ հետևում, միանշանակ ալպենտա, այսինքն ֆիքսի, ցույց կտաս ցանկացած դեղատներում կա, կառնես, չկա, չես առնի։ Այս էլ բոլորիդ հարցին պատասխան։ Ուղղակի այն մարդկանց, ովքեր մազերի հետ կապված ինչ-որ հետաքրքրություններ ունեն կամ խնդիրներ ունեն, որ բավարար են իրանց այդ բացը ալպենտայով։ Բժշկվին ստանում 100,000 դրամ, հասարակ հաշվարկներ ասեմ, թող բժշկվին ստանա 500,000 դրամ, ամեն հիվանդանոցում թող աշխատի 100 բժիշկ, 100-ը դա ասեն թե անում է 1 միլիոն դոլար եմ հաշվարկում, տարին անում է 12 միլիոն, թող 40 դպրոց լինի, հիվանդանոց լինի անվճար, անում է 40 միլիոն, 100 միլիոն էլ թող սարքավորում բերեն, 100 միլիոն էլ դեղորյակ բերեն, 100 միլիոն էլ չգիտեմ ինչ տան, 100 միլիոն արեց 450, արդեն ընդեղ դեռ 250 միլիոն էլ ավելանում է, բայց մարդիկ այսօր տուն են նստած, չեն կարողանում բուժվել, գումար չկա։